Արեքնազ Մանուկյանը մեղադրվում է միջին ծանրության ենթադրյալ հանցանքի մեջ։ Միջին ծանրության ենթադրյալ հանցանքի մեջ։ Արեքնազ Մանուկյանը կալանավորված է։ Հայաստանում կա տնային կալանքը որպես խափաման միջոց, այլ խափաման միջոցներ։ Իդեպ Արեքնազ Մանուկյանը կալանավորված է մի դեպքով, որը հարուցվել էր նախընտրական քարոզարշավի ընթացքում, բայց վերջինիս նկատմամբ խափաման միջոց կալանքի միջնորդություն չէր ներկայացվել, որովհետև վերջինս պատգամավորի թեկնածու էր, բայց խուզարկություն, հարցաքննություն ամեն ինչ արել էին։ Այսինքն անձը գիտեր դրա մասին, չի խոչընդոտել, չի թաքնվել քննությունից, նոր անցանք չի կատարել, բայց կալանավորված է։ Եվ իր մանկահասակ երեխային էլ չի կարող տեսնել, ում ծնունդը վաղն է իդեպ։ Բայց սա է այն իրավունքի ընկալումը, որը այս իշխանությունը որպես ազդակ փոխանցում է իրավապահներին։ Նույն օրինակ, մեկ այլ անձի օրինակ բերեմ, Ավետիք Չալաբյանի վերաբերյալ։ Ավետիք Չալաբյանի հետ կապված դեպքը տելեգրամյան ալիքներից մեկը հրապարակել էր հունիսի 6-ին։ Բառացի այն, ինչ հրապարակվել էր այդ տելեգրամյան ալիքի միջոցով, որին նաև բազմաթիվ անձին կանդրադարձ էին կատարել, 17 օր անց կալանքի միջնորդություն է ներկայացվում եւ կալանավորվում է։ Բայց այն հարցը քննիչը, որ պետք է իրան տա, այդ 17 օրվա ընթացքում խոչընդոտել է, թաքնվել է, նոր հանցանք կատարել է, այդ հարցը չեն տալիս։ Պարզապես կներեք արտահայտությանս համար սիրելի հայրենակիցներ, զորով տանում են կալանքի միջնորդություն, զորով ստանում են կալանքի որոշում։ Սա ենք մենք պատկերացնում որպես իրավունքի գերակայությունը։ Սա է ազատության կանխավարկածը։ Մի հատ կարևոր ձետալ ասեմ ձեզ։ Քրեակատարողական հիմնարկներում մենք կրկին մոտենում ենք գերբնակեցման ռեժիմին, են որ տեղերը քիչ են ԿԿԸ-ներում, ու որ նայենք սթափ իրավիճակին, քաղաքական բաղադրիչ ունեցող գործերը շատ են, ինչի համար լինի այդ դեպքերով կալանք։ Անկեղծ ես ուզում եմ հարց հնչեցնել, շատ մարդկայնորեն ասեմ, ձեր սիրտը չի կարա ցավալուց չլինի, երբ դուք տեսնեք կալանավորված անձի հարազատին, կնոջը, երեխային, ամուսնուն, հաստատ կցավա ձեր սիրտն է, չէ։ Ես չեմ պատկերացնում, որ մարդասիրության ճգնաժամը այդքան խորքային լինի Հայաստանում։ Բայց նաև ինչն եմ ուզում բարձրաձայնել, քրեակատարողական հիմնարկներ, որպես պատգամավոր, դուք այցելում եք պահման պայմանները նայելու համար։ Եթե այցելում եք, բայց 8 տարվա ընթացքում ինչ եք արել այդ ոլորտում։ Դուք գիտեք ինչ են պահման պայմանները։ Ես անկեղծ ուզում եմ այս հարցին ոչ թե մենակ զուտ ձևական մոտենալ, այս հարցի վերաբերյալ ֆունդամենտալ լուծումներ պետք է տրվեն, որովհետև մենք խոսում ենք մարդու արժանապատվության մասին։ Կալանքը չպետք է լինի գործիք, որպես զենք իշխանության ձեռքերում, բայց այդպես է Հայաստանի Հանրապետությունում։